Եթե այս իշխանությունը կարողացավ խաբել, վերընտրվել, Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու ու շատ կոնկրետ այսպես կոչված այդ անկլավներ։ Շարունակելու են կատարել Ադրբեջանի մնացած բոլոր պահանջները։ Փորձելու են սահմանադրություն փոխել, Արցախի հարցը վերջնականապես փորձելու են փակել, ներազգային պարակտվածությունը հասցնելու են գագաթնակետի։ Եթե կարողանան վերընտրվել, երկրում տեղի ունենալու մեկ մարդու իշխանություն, այսինքն ըստ էության բռնապետությունը հաստատվելու։ Իշխանությանը ամբողջությամբ կենտրոնանալու մեկ մարդու ձեռքում, բռնաճնշումները շարունակվելու են ու բոլոր այլախոհները ենթարկվելու են մեծ հալածանքների։ Այսինքն երկրում ստեղծվելու է մեկ մարդու իշխանություն։ Այս իշխանության հիմնական կրեդոն, որ շարունակ ասում են ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություններ, այդպես բան գոյություն չունի, մեկ անձի բռնապետություն ա լինել։ Մարդը, որ խոսում է խաղաղությունից, ինքը խաղաղության հետ առնչություն չունի, ինքը խաղաղության թշնամին է։ Հետևաբար այս թեզը, որ բերելու եմ խաղաղություն, ինքը խաղաղության հետ առնչություն չունի եւ սրան դեռ կանրադառնա։ Երկրորդը ինչ է ասում է, եթե ես չլինեմ, մի ուրիշը լինի, Ալիևը հարձակվելու է։ Այսինքն իշխանափոխությունը հավասար է պատերազմին։ Այս նույնը 21-ին է ասա, ընտրվել է ու շարունակել է հանձնել։ Հետևաբար, այսինքն այս տրամաբանության մեջ քանի Ալիևը կա, Նիկոլ Փաշինյանը պետք է մնա վարչապետ։ Հակառակ դեպքում, եթե Նիկոլը չլինի, ինքը պատերազմ է սկսելու Հայաստանում։ Այսինքն իշխանափոխությունը ոչ միայն չի բերելու պատերազմի, այլ իշխանափոխությունը ըստ էության կանխելու այդ պատերազմը։ Այս ներկա նախկինների թեզը, որ շարունակ փորձում են կերակրել մարդկանց, վերարտադրվել։ Դժբախտաբար Հայաստանում որոշ նոր ուժեր, ովքեր հայտ են ներկայացրել, իրանք էլ են մտնում այս խոսույթի մեջ։ Սևեր, սպիտակներ, նախկիններ, նորեր, այս խոսույթը, որ ինքը շարունակելու է։ Թալանի վերադարձ։ Այսօր թիվ 1 թալանչի ինքն է ու իր թիմն է։ Այդ թալանով, որ անընդհատ թալանը վերադարձնեն, տան ժողովրդին շարունակում է խաբել, հիմա էլ ինչ անում։ Մարդկանց վրա կեղծ քերական գործերը կարում, ինչ-որ թվեր է հայտարարում, հեսա առաջկայում ձեզ ասելու է, տեսեք, այսքան թիվ տարել եմ դատարան, ընտրեք, որ ստանամ բաժանեմ ժողովրդին, այս 7 տարվա մեջ ումից էլ ինչ կարացել է, վերցրել է, խլել է, այդ տարի իրանց պարգևավճար են բաժանել, բայց այս թեզը իրանք առաջկայում օգտագործելու են կրկին մարդկանց մեջ այս ատելությունը գեներացնելու, մարդկանց սոցիալական վիճակից օգտվելու, խաբելու, որ կարողանան վերարտադրել։ Ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը պահելու համար։ Բայց ինքը սուպերմեն չի, դա անհնարին չի։ Եթե մենք կարողանանք բացատրենք այս վտանգները մեր ժողովրդին, տանենք տեղամաս, քվեարկեն ու այդ քվեն պահենք, բնականաբար հնարավոր է լինել։